Եթերում սպասված հանդիպումն է, բարև ձեզ։ Այսօր մեր սպասված հյուրը բժիշկ հոգեբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Սողոյանն է։ Բարև ձեզ, բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ այսօր կայանում է մեր հանդիպումը։ Շնորհակալություն ձեր աշխատանքի համար եւ հրավիրելու համար։ Շատ կարևոր է մարզային մակարդակում տեղեկատվական ռեալ աղբյուրներ ունենալը, որովհետեւ եթե տեղից չի լինում ինֆորմացիան, ահագին բաներ են փոխվում, խեղաթյուրվում, նենգափոխվում են, այնպես որ ձեզ շնորհակալություն այն աշխատանքի համար, որը դուք անում եք։ Պարոն Սողոյան, դե խոսեցինք մարզային թեմաներից, եկենք սկսենք հենց նրանից, որ դուք այսօր կապանում եք։ Ինչ ծրագիր է իրականացվելու, որն է ձեր կապանում լինելու նպատակը։ Մենք կապանում ենք պայմանական ասած դեռևս 20 թվականի սեպտեմբերից, երբ Սյունիքում, այսինքն տվյալ դեպքում կապանում 20 թվականի սեպտեմբերի 19-ին բացեցինք մեր առաջին մասնաճյուղը հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի։ Այդ ժամանակ գաղափարներ բիզնես ծրագիր էր ինքը եւ ունենալով Երևանում հոգեսոցիալական կարգավորման կենտրոն, որը իրականացնում է հոգեբուժական, հոգեբանական, թմրաբանական ծառայություններ, ուզեցանք նաեւ ունենալ կապանում, որը Հայաստանի չասեմ ամենալավ քաղաքներից է, բայց բավական լավ քաղաք է, ունի քաղաքին բնորոշ անհրաժեշտ բոլոր ատրիբուտները եւ մշակույթը եւ աուրան, ինչպես նաեւ բիզնես ունեցող քաղաք է եւ հարուստ քաղաք է։ Դրա համար առաջի մասնաճյուղը բացեցինք Կապանում։ Բայց մեր բոլոր մտածածները իդերև եղան, որովհետև 10 օր չանցած սկսվեց պատերազմը, 44 օրյա եւ այն ինչը որ մենք բիզնես էինք պատկերացնում 180 աստիճանով շուռ եկավ եւ սկսեց մասնաճյուղը մարդկանց օգնել, որովհետեւ այդ ժամանակ բոլորն էին լծված օգնելու բոլոր կարիք ունեցողներին։ Այնուհետեւ երբ որ 21 թվականի հունիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը պետությունը ծրագիր հայտարարեց անվճար օգնելու պատերազմի թիրախ խմբերին, մեր կազմակերպությունը ներգրավվեց եւ Կապանի մասնաճյուղը Հարությունյան Զարայի գլխավորությամբ, ով մեր մասնաճյուղի ղեկավարն է, իրականացրեց այդ ծրագիրը օգնելով բազմաթիվ մարդկանց անվճար։ Հետո ծրագիրը ավարտվեց 21 թվականի դեկտեմբերի 31-ին, բայց մենք հավատարիմ մնալով մեր խոստմանը շարունակեցինք անվճար օգնել պատերազմի թիրախ խմբերին եւ դեռևս հույս ունենք, որ նաեւ որպես բիզնեսը ինքը կաշխատի, որտեղ բացի թիրախ խմբերից մնացած մարդիկ կարող են վճարել։ Բայց հետո 22 թվականի ագրեսիան եղավ եւ ահագին պրոբլեմ առաջացավ, մենք արդեն մասնաճյուղեր ունենք եւ Գորիսում, եւ Վարդենիսում, եւ Ջերմուկում ու հասկացանք, որ բիզնեսային առումով սա հեռանկար չունի, բայց փակել մասնաճյուղերը նպատակահարմար չի, որտեղ մենք արդեն ինքներս ենք մարդկանց սովորացրել օգտվել մեր ծառայություններից ու որոշեցինք, որ անկախ բիզնեսից կշարունակենք աշխատել եւ օգնել մարդկանց։ Հետո սկսեցինք համագործակցել Սանտե Արմենիա կազմակերպության հետ, Սանտե Արմենիան ֆրանսահայ եւ շվեյցարահայ բժիշկների կազմակերպություն է, որը ստեղծվեց պատերազմի ժամանակ եւ բավական մեծ օժանդակություն ցուցաբերեց բժշկական ոլորտին, այդ թվում նաեւ հոգեկան առողջության ծառայություններին։ Եվ ի տարբերություն շատ այլ կազմակերպությունների, նրանք շարունակեցին նաեւ պատերազմից հետո աշխատել եւ համագործակցում են մեզ հետ հոգեկան առողջության ոլորտում։ Եվ 22 թվականից սկսեց այդ ծրագիրը իրենց հետ եւ նրանք սկսեցին Գորիսում եւ Ջերմուկում ապահովել աշխատավարձ մեր մասնագետների համար, ովքեր անվճար օգնություն են ցուցաբերում տարածաշրջանի բնակիչներին։ Իսկ ինչա ցույց տալիս ձեր մոնիտորինգը վերլուծությունը, որ մարզերում է կամ մարզի որ քաղաքներում են ավելի շատ դիմում մասնագետների օգնությանը։ Այս շատ հետաքրքիր է իրականում։ Ներկայացնեմ, ինչքան ավելի քաղաքային մշակույթ է, այնքան հոգեբանական ծառայության ավելի շատ են դիմում, որովհետև հողի հետ աշխատող մարդը ավելի քիչ հոգեբանական խնդիրներ է ունենում, ինչքան մարդը կտրվում է բնությունից, այնքան ավելի շատ են խնդիրներ առաջանում։ Երկրորդ օրինաչափությունը կա, ինչքան շատ ենք ծառայություններ առաջարկում, դա դեռևս Խորհրդային Միության ժամանակից գիտական տվյալներ են, որ
ինչքան հոգեբուժական ծառայությունը մոտեցնում ենք բնակչությանը, այնքան դիմողների թիվը շատանում է, ոչ թե որովհետև խնդիր ունեցողներն են շատանում, այլ մատչելիությունը հնարավորություն է տալիս, որպեսզի այն խնդիրները, որոնք նախկինում չէին դիմում եւ այս կամ այն կերպ յոլայի էին գնում ժողովրդական լեզվով ասած, սկսում են դիմել։ Հետևաբար, ինչքան երկար է ծառայություն մատուցողը աշխատում, այնքան դիմելիությունը շատանում է։ Եվ հաջորդը, ինչքան շատ ենք մենք աշխատում բնակչության հետ, այդքան ոչ միայն վերանում է ամոթը դիմելու հոգեբուժի կամ հոգեբանի, այլ նույնիսկ այսօր նորաձև է դարձել հոգեբանի դիմելը։ Եվ շատերը շատ դեպքերում չակերտավոր ասած գլուխ գովելով ասում են իմ հոգեբանը ինձ ասել է որ այս դեպքում ավելի լավ է այս ձև անել եւ ես ինչքան այդ ձև անում եմ այնքան իմ գործերը ավելի լավ են գնում ել չեմ ասում առողջական խնդիրների մասին այսինքն այդ առումով մենք կարող ենք վստահաբար ասել որ Գորիսում եւ Կապանում դիմելիությունը շատ անգամներով ավելի բարձր է քան Ջերմուկում եւ Վարդենիսում պայմանավորված փոքրականակությամբ Եվ նաև այդ գյուղատնտեսական երևի չէ գործով զբաղվողների Այո, ուսենք Ջերմուկը ինքը փոքր քաղաք է նույնը Վարդենիսը նրանց բնակչությունը անգամներով է փոքր Գորիսից իսկ Գորիսն էլ անգամով փոքր է Կապանից հետևաբար Կապանում ավելի շատ են մարդիկ դիմում եւ անզեն աչքով է երևում եւ այն մարդիկ ովքեր ժամանակին գործողվում են գալիս են Կապանում ապրելու թեկուս կարճաժամկետ միշտ հիանում են Կապանին բնորոշ քաղաքային մշակույթով եւ մարդկանց չասեմ գյուղում ապրելու մեջ ոչ մի վատ բան չկա բայց կան քաղաքներ որոնք չունեն քաղաքի այդ շունչը իսկ Կապանը ինքը կայացած քաղաք է բոլորով Պարոն Սողյան, այսօր շատ արագ է փոփոխվում եւ կարծես թե լարված է աշխարհը։ Երբեմն մենք նաեւ սոցցանցերում կարող ենք հանդիպել այսպիսի գրառումների, արդյոք օրը 24 ժամ է եւ այլն, ինչքան արագ ավազում ժամանակը եւ մարդը չի հասցնում այդ ամենի հետևից։ Բերում են այս ամենը դեպրեսիաներ, ստրես, չկառավարվող օրակարգ Այս առումով ինչ ունեք ասելու ձեր մասնագիտական դիտարկումները։ Ռոբերտ Հաղվերդյանի երգը հիշեցի, որ ասում էր, որքան արագ է պտտվում այս անիծյալ խենթ մոլորակը։ Այո։ Հիմա բնականաբար անգամ եթե դե վարկյաններով կամ միլի վարկյաններով սկսի պտույտը արագանալ, դա որևէ կենցաղային փոփոխություն չի կարող առաջացնել, բայց ապացուցված է, որ դեռևս 20 տարի առաջվա տվյալներով, որ 18 տարեկանում ժամանակի ընկալումը եւ 60 տարեկանում ժամանակի ընկալումը 2.5 անգամով տարբերվում են։ Այսինքն ինչքան մարդը մեծանում, այնքան ժամանակը իր ընկալմամբ սկսում է արագ գնալ։ Դա բազմաթիվ գործոններով է պայմանավորված, բայց իրոք այսօր աշխարհը չափազանց արագ փոփոխվում է Անկախ այդ փոփոխվելուց տեղեկատվական հոսքերը անգամներով եւ նույնիսկ որոշ դեպքերում 100 պատիկներով են շատացել եւ երբ որ դրան գումարվում են նաեւ արագ փոփոխությունները եւ այդ փոփոխություններին հարմարվել կամ փոփոխություններից օգտվել ցանկացող լրատվամիջոցների տրամադրված տեղեկատվությունը, ապա պարզ է դառնում, որ մեր այսօրվա մարդու ուղեղը ի վիճակի չէ այդ ամբողջ ինֆորմացիան յուրացնելու, թեկուզ դրա փոքր մասը յուրացնելու, առավել եւս, որ դեռևս մարդկանց մեծամասնության մոտ ամենատարրական բանը անգամ ձևավորված չի, որ հասկանան, որ ցանկացած ինֆորմացիայի աղբյուր ինչ-որ շահեր հետապնդող կառույց է եւ չի կարելի նրա ներկայացրած տեղեկատվությունը ընդունել որպես իրականություն Եվ սեփական վարքը կազմակերպել հիմք ընդունելով այն տեղեկատվությունը, որը դու ստացել ես ուրիշ մի աղբյուրից։ Ու այս բոլորը մարդուն դնում են այն տեսակի վիճակի մեջ, որ մարդը գտնվում է քրոնիկական ստրեսների ազդեցության տակ։ Իսկ ինչ բան է քրոնիկական ստրեսը։ Քրոնիկական ստրեսը այն է, որ անընդհատ ամբողջ օրը ձեր տանը ծուխ լցվի։ Եթե մի անգամ ձեր տանը ծուխ լցվի, դուք լուսամուտները կբացեք, կանցնի, կպրծնի, բայց երբ որ անընդհատ լցվում է, դուք ի վիճակի չեք լուսամուտները միշտ բաց թողելու, ինքը ձեզ քրոնիկական թունավորման է ենթարկվում։ Դեգրադացիա է, չէ՞, ստացվում ոնց որ մարդկանց մոտ առավոտյան արթնանալուց անմիջապես վերցնում են, չգիտեմ, հեռախոս կլինի, հեռուստացույց կլինի, ինֆորմացիա փնտրում,
սովի պես դա քաշում է դեպի իրեն։ Իրականում ես ասեմ, իրանք կարծում են թե ինֆորմացիա են փնտրում, բայց իրականում իրանք ինչ-որ հուզական ազդակներ են փնտրում։ Եվ նկատած կլինեք, յուրաքանչյուր մարդ սկսում է հետևել այն տեղեկատվության աղբյուրներին, որոնք իր ականջին հաճելի բաներ են ասում։ Եթե մեկը չի սիրում այսինչին եւ որևէ աղբյուրով այդ ինչին գովում են, նա հաջորդ անգամ այդ աղբյուրը չի օգտագործի, բայց երբ որ այդ ինչին փնովում են, նա անընդհատ հաճույքով կմիացնի։ Սա արդեն ցուցիչ է, որ իրեն ոչ թե տեղեկատվություն է պետք, այլ հուզական ազդակ է պետք։ Ինքը տեղեկատվությունը ոչ թե ճակերտավոր ասած գլխով է ստանում, այլ սրտով է ստանում։ Իսկ սիրտը տեղեկատվություն ստանալու համար չի, սիրտը կյանքը սիրելու համար է։ Ու այստեղից տարբեր խնդիրներ են առաջանում։ Ոչ միայն հոգեկան խնդիրներ, նաև մարմնական խնդիրներ։ Այսօր այն վիճակը, որը մենք ունենք, սկզբունքորեն մենք ապրում ենք դիաբետի պանդեմիայի շրջանում, քաղցկեղի պանդեմիայի շրջանում, սրտանոթային հիվանդությունների պանդեմիայի շրջանում եւ այդ բոլորը հոգեմարմնական խնդիրներ են, այսինքն նրանց պատճառը ամենակարևոր պատճառներից մեկը դա քրոնիկական ստրեսային իրավիճակներն են, որը պայմանավորված է եւ արագ փոփոխվող աշխարհով եւ արագ շատացող տեղեկատվական հոսքերով։ Դեպի որտեղ կգնա այս ամեն ինչը։ Շատ վատ զարգ, եթե այսպես շարունակվի, շատ արագ ինքը կգնա դեպի ոչ մի տեղ։ Այսինքն կառաջանա մի վիճակ, երբ մարդկանց այլևս հնարավոր չի լինի ճիշտ կառավարել եւ քաոսային իրավիճակ կստեղծվի, որը այլևս վերադարձնելի չի։ Այս օրինակը մենք սիրում ենք եւ ձեր ալիքով էլ ես ներկայացնեմ։ Երբ որ սկսվեց արաբական գարունը 10-ական թվականներին, այս 10 տարի, ինչից սկսվեց։ Սկսվեց Թունիսից, Մահմուդ Բուղազիզի ինքնաայրումից, ինքնահրկիզվեց, որը այն կայծներ, որը պայթացրեց։ Պարզը այդ ամենը նախապատրաստվում, բայց կայծը պետքա լինի։ Դրան նախորդել էր Թունիսում եւ Մարոկոյում առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ դեպրեսիայի ազգային հետազոտությունը, որը երկու տեղում էլ ցույց էր տվել բարձր արդյունքներ։ Այսինքն դեպրեսիան շատ էր։ Մարոկոյի թագաժառանգը հանձնարարեց հրապարակել տվյալները եւ միջոցներ ձեռնարկել նվազեցնելու համար, Թունիսի ղեկավար Բեն Ալին չընդունեց տվյալները, համարեց, որ սխալ հետազոտություն է եւ արգելեց հրապարակել եւ այդ մասին խոսելը։ Հետո ինչ եղավ Բեն Ալիի հետ բոլորս տեսանք։ Նույնը մեր մոտ էլ եղավ 14 թվականին իրականացված հետազոտությունը Հայաստանում ցույց տվեց, որ բավական բարձր է դեպրեսիայի աստիճանը։ Մենք ասուլիսով գրավոր այդ բոլոր տվյալները հրապարակվեցին, որևէ գործողություն չձեռնարկվեց, բոլորս տեսանք հետո ինչեր եղան։ Հիմա այդ նույնը ամբողջ աշխարհում շատանում է։ Քրոնիկական ստրեսները, դրանից բխող խնդիրները աճում են եւ մարդիկ ավելի սկսում են ոչ թե գիտակցված ապրել, աշխատել, գործել, այլ մեխանիկորեն ստերեոտիպերի ազդեցության տակ, իսկ աշխարհը արագ փոփոխվում է, ստերեոտիպերը արագ չեն փոփոխվում։ Եվ այնինչ մարդն էլ քարանձավից սկսած սովոր է եղել ապրել միմյանց հետ շփվել ոչ վիրտուալ մակարդակով։ Այո, ու հիմա բավական լուրջ է խնդիրը, եթե պետությունները ջանքեր չգործադրեն, միանշանակ մենք կունենանք գնալով բարդացող վիճակ, անկախ տնտեսական, անկախ քաղաքական փոփոխություններից, հոգեկան առողջության հետ կատարվողը շատ դժվար է հետ բերել։ Երեխաների պարագայում ինչ ունենք անելու։ Երեխաների պարագայում ոնց վերցնենք իրենց ձեռքից այդ գադջետները եւ սովորեցնենք օրինակ բակում խաղալուն։ Բակում խաղալը պետք է ուրիշ երեխեքն էլ իջնեն խաղան, որ իրանք խաղան։ Դա մեկ եւ երկրորդը ցանկացած բան, որ երեխայի կամ մարդու ձեռքից վերցվում է, դրա փոխարեն պետք է ինչ-որ բան տա։ Փոխարինով տա։ Եթե չես տալիս, ինքը լացելու է, պայքարելու է, գնալու է դա վերցնելու։ Եթե մայրը ուզում է, ինքը սաղորը հեռախոսի մեջ լինի եւ իր երեխան հեռախոսի մեջ չլինի, դա անլուծելի խնդիր է։ Ուզում ես երեխատ զբաղվի այն բանով, ինչը դու ես ուզում, գոնե ժամանակ հատկացրա, թեկուզ սկզբից սովորացրու ոնց զբաղվի, ոչ թե միայն պահանջիր։ Այսինքն հստակ է,
պետք է ֆիքսել որոշակի կանոններ յուրաքանչյուր ընտանիքում, բայց ամենակարևորը այդ կանոնը առաջինը պետք է ծնողների համար աշխատի կամ նրանց համար, ովքեր որ պետքա ապահովեն, որտեղ միայն կանոնի սահմանումը բավարար չի, որպեսզի այդ կանոնը պահպանվի։ Այսինքն ծնողներին հորդորը մեկը ունիվերսալ հորդորը ավելի շատ ժամանակ հատկացրեք ձեր երեխաներին, ոչ թե խոսքով, այլ գործով։ Զբաղվեք նրանցով, դեռևս շուտ, եթե չեմ սխալվում, Չապլինն էր ասում, ուզում եք ձեր երեխաները առողջ եւ երջանիկ եւ հաջողակ լինեն, 2 անգամ ավելի քիչ փող տվեք, 2 անգամ ավելի շատ ժամանակ հատկացրեք իրենց, ոչինչ չի փոխվել այդ ժամանակից։ Եվ սենց ասել կա, եթե երեխադ քեզնից խորհուրդ է ուզում ոչ թե գումար, ապա հաջողել ես այստեղ լրիվ արդիական։ Շատ լավ, օրինակ տեխնոլոգիաներից եւ կախվածությունից խոսեցինք, մարդկային շփումից խոսեցինք, բայց խոսենք շատ կարևոր թեմայից, երբ է վառվում կարմիր լույսը, երբ պետք է մարդը հասկանա, որ ինքը արդեն բավական չէ, որ փորձի ինքն իր վրա աշխատել եւ պետք է անպայման դիմի բժշկի, սա անհապաղ է։ Փորձենք կենցաղային մակարդակից սկսել, ոնց ասում ենք, եթե տեղը ցավում է կամ մի թեթև ջերմում ես, տակ թեյ խմի, քեզ մի քիչ լավ նայի կանցնի, բայց եթե 2-3 օրից դա չի անցնում, ուրեմն անպայման դիմիր մասնագետի, որտեվ եթե անցնելու լիներ, ինքը կանցներ, այսինքն կենցաղային մեթոդները օգուտ չտվեցին, երկար սպասելու իրավունք չունես, որտեվ չգիտես ինչի հետ գործ ունես։ Նույն հազը կարող է ուղակի հարբուխի հետ կապված լինի, մրսելու հետ կապված լինի եւ 2-3 օրում տակ թեյ խմելուց անցնի, բայց կարող է վերածվել թոքաբորբի կամ ավելի ծանր բանի նշան լինել, որը եթե դու ժամանակին չդիմեցիր, լուրջ հետևանքներ կունենա։ Նույնը հոգեկանի հետ կապված։ Եթե ձեր քունը խանգարված է ու 3-4 օրում չի անցնում, մի շաբաթա դուք անընդհատ լավ չեք քնում, 2 շաբաթա ձեր տրամադրությունը անհիմն ընկած է, 2 շաբաթ է կամ մի շաբաթ է դուք ջուրագրգիռ եք։ Բոլորս էլ կարող ենք 1-2 օր վատ քնել, մտքերի մեջ ենք, խնդիրներ ունենք, տանջվում ենք, չենք քնում։ Շուտ նորա մեր հետ խնդիր եղել եւ մենք ջուրագրգիռ ենք, չենք կարող մարդկանց հետ նորմալ շփվենք, երկրորդ բառից գորգորոսներս դնում ենք, դա նորմալ է։ Բայց եթե դա տևում է 1 շաբաթ, 2 շաբաթ, ուրեմն մենք այստեղ խնդիր ունենք։ Էլ չեմ ասում, որ կան ծանր ախտանիշներ, որոնք անմիջապես եթե հայտնաբերվեցին, ապա պետքա վազելով դիմել մասնագետի։ Ոնց որ եթե մեր աչքերի սպիտակ հատվածը դեղնեց, ու մեր մաշկը դեղնել է, անմիջապես պետք է վազենք մասնագետի մոտ, որտեղ կարող է լյարդի հետ կապված կամ լեղապարկի հետ կապված խնդիր ունենք, չէ՞։ Նույն ձևի, եթե մեր ձայները լսում ինչ-որ մեկը կամ աչքին տեսիլքներ են երևում, անպայման առանց սպասելու 3 օր, մի շաբաթ, 2 շաբաթ պետք է դիմել մասնագետի։ Եթե 2 շաբաթից ավել տրամադրությունը անհիմն ընկած է, ոչ թե մարդը կորուստ ունի եւ 40 օր սուգ հապաղում, դա խնդիր չի, անհիմն առանց պատճառի 2 շաբաթ տրամադրություն չունի։ Կյանքից հաճույք չի ստանում, դարձել է ջուրագրգիռ, գիշերը չի քնում։ Հնարավորինս արագ պետքա դիմել հոգեբանի։ Կապանում հոգեբանական աջակցությունը անվճար է, շնորհիվ Զառա Հարությունյանի, շնորհիվ հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի եւ շնորհակալություն Սանտե Արմենիա կազմակերպությանը, ով այդ հնարավորությունը ընձեռել է։ Անվճար դիմեք, կկանխարգելեք բազմաթիվ խնդիրներ։ Ինչքան շատ դիմեք թերապևտներին, այնքան քիչ կդիմեք վիրաբույժներին։ Ինչքան շատ դիմեք հոգեբաններին, այնքան քիչ կդիմեք հոգեբույժներին, թերապևտներին, վիրաբույժներին, որովհետև, ինչպես քիչ առաջ ասեցինք, բազմաթիվ մարմնական խնդիրներ, հոգեմարմնական խնդիրներ են, երբ որ պատճառը, այսինքն հոգեկանի պատճառով առաջացող խնդիրը փակում ենք, մարմնական խնդիրը հետ է զարգանում, եթե արդեն որակական փոփոխություն չի եղել եւ անհրաժեշտ է, որպեսզի դեղորայքային միջամտություն լինի։ Եթե մեր ճնշումը 1-2 օր ինչ-որ լարվածությունից բարձրանում է, դեռևս չի կարելի ասել սա հիպերտոնիկ հիվանդություն է, եթե հոգեբանի հետ աշխատանքի արդյունքում ճնշումը կարգավորվեց, ուրեմն խնդիր չկա, բայց եթե մենք մի ամիս, 2 ամիս մնացել ենք արդեն այդ ճնշման տակ,
ոչ հոգեբանի ենք դիմել, ոչ թերապևտի ենք դիմել, ոչ մեկի, հաստատ արդեն առանց դեղորայքային միջամտության, առանց հակահիպերտենզիվ դեղորայքի չենք կարող ստեղ միջամտություն անել։ Եվ մեր կենտրոնի առավելություններից մեկը նա է, որ մենք այս ինտեգրատիվ մոտեցումը ունենք, այսինքն բազմամասնագիտական թիմ է աշխատում եւ մենք աշխատում ենք մաշկաբանների հետ, նյարդաբանների հետ, սրտաբանների հետ, գաստրոենտերոլոգների հետ եւ համատեղ իրար հետ աշխատում ենք եւ նրանց խնդիրներն են շատ արագ կարգավորում, երբ որ համագործակցում են հոգեկան առողջության մասնագետների հետ եւ մեր գործընկերները, ովքեր մեր հետ համագործակցում են, շահում են մեծապես եւ նրանց այցելուները նույնպես։ Նույնիսկ շատ տեղերում արդեն պահանջում են։ Ասում են անպայման սա էլ գնացեք։ Ինչպես որ արհեստական բեղմնավորման բոլոր ծառայությունները մինչև տվյալ դոնորին ներգրավելը հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկատվություն են ուզում օրենքի պահանջով, մնացածներում դեռ չկա օրենքի պահանջը, բայց հուսով ենք պլաստիկայի հետ կապված շուտով կլինի, իսկ մյուս մեր գործընկերները արդեն չէ կարևոր պլաստիկան կարծես թե վերջին ժամանակներում այնքան ցուցիչներ է վերցնում, որ զարմանալիորեն ինչի դրա ներառված չի։ Ու դրա հետ զուգահեռ նաև մեծանում են բողոքները։ Այսինքն, երբ որ մարդը ոչ թե ունի պլաստիկայի անհրաժեշտություն, այլ ունի հոգեբանի կամ հոգեբույժի միջամտության անհրաժեշտություն, գալիս է պլաստիկ վիրաբույժի մոտ կամ կոսմետոլոգի մոտ, պահանջում, խնդրում, վճարում է ծառայություն ստանալու, եթե նա չի հասկանում ինչի հետ գործ ունի, անում է վիրահատությունը, բայց կարճ ժամանակ հետո անկախ վիրահատության արդյունքից նրա մոտ ներքին սխեմաներ փչացած մարմնի, ոչ թե արտաքինից էր դժգոհ եւ սկսում է բողոքել, որ իր ուզած արդյունքը չի տվել, քաշատալիս դատարաններով, չգիտես ինչերով, մինչեւ հետո կասկածը առաջանում հոգեկան առողջության հետ կապված, հասկանում են, որ դա իր սխալ ընկալումն է, ոչ թե իրականությունն է։ Սա ժամանակ բոլոր նրանք, ովքեր առաջ են ընկնում ժամանակից, շահում են։ Այն մասնագետները, ովքեր առանց օրենքի էլ սկսում են համագործակցել հոգեկան առողջության մասնագետների հետ, իրանք շահած են դուրս գալի եւ բարոյապես եւ ֆինանսապես։ Այն կազմակերպությունները, ովքեր այսօր արդեն մեզ պատվիրում են, որպեսզի իրենց աշխատակիցների հետ աշխատենք հուզական այրումից, մասնագիտական այրումից զերծ պահելու համար, իրանց եկամուտները գնալով շատանում են։ Նրանք, ովքեր դեռ չեն հասկանում, շարունակում են կորուստներ կրել եւ տրավմաների եւ հիվանդությունների, ինչպես նաեւ այդ բոլորի արդյունքում եկամուտների նվազեցման հետևանքով եւ սկսում են դառնալ անմրցունակ իրենց կոնկուրենտների հետ համեմատած։ Հետաքրքիր է։ Պարոն Սողան, մի քիչ մասնագիտական ուղու եւ անձնական փորձի մասին խոսենք։ Ինչպես ընտրեցիք բժշկության հենց այդ ճյուղը։ Եվ ինչու։ Սկսեմ պատմել։ Երբ նոր է ընդունվել բժշկական համալսարան, հիմնականում բոլոր երիտասարդների պես ես էլ մտածում էի վիրաբույժ կդառնամ, որովհետև վիրաբույժը կինոներում էինք տեսել, գրքերում էինք կարդացել, մտավ եւ փրկեց մարդու կյանքը, երջանիկ դեմքով փայլում է բժիշկը, հարազատները, կյանքը փրկվեց։ Հիմնականում տղամարդիկ են ուժեղ վիրաբույժներ։ Հետո ժամանակի ընթացքում վիրաբուժությունը դարձավ նեյրովիրաբուժություն, հետո ժամանակի ընթացքում նեյրովիրաբուժությունը շատ ավելի կոպիտ թվաց, քան նյարդաբանությունը, հետո նյարդաբանությունն էլ կոպիտ թվաց եւ դարձավ հոգեբուժություն, բայց որpիսի համոզվեմ, որ ճիշտ է իմ ընտրությունը, ես 6-րդ կուրսում նաեւ հոգեբուժարանում սանիտար աշխատեցի, որպեսզի ներսից տեսնեմ ինչ է կատարվում, որտեղ մասնագիտությունը մանավանդ սովետական միության ժամանակ փոխել է այդքան էլ հաճելի եւ հեշտ բան չէր, հիմա է որ հեշտ կարաս ամեն ինչն էլ փոխես։ Իսկ այն ժամանակ ցանկալի չէր եւ աշխատանքի ընթացքում ես ավելի համոզվեցի, որ արժի գնալ, որտեղ չափազանց հետաքրքիր է եւ ինչքան
անմշակ է, ինչքան դժվարությունները շատ են, այնքան հետաքրքրությունը եւ ինչ որ բան անելու հնարավորությունը ավելի մեծ է լինում։ Եվ երբ որ ես ընտրեցի հոգեբուժի մասնագիտությունը, ունենալով հնարավորություն ցանկացած մասնագիտություն ընտրելու, մեր կուրսից մենակ ես հոգեբուժ դարձա, բոլորը զարմանում էին, բայց այսօր բոլորն էլ շատ ուրախ են, որ ես հոգեբուժ եմ, որտեվ ուզենք չուզենք մեր բոլորի ծնողները եթե մեծանում են նաև խնդիրներ են լինում մարդու օրգանիզմն այնցա որ տարիքի հետ կապված առնվազն խնդիրներ առաջանում են այսօր չափազանց շատացել են հոգեկան խանգարումներ ունեցողների թիվը եւ մեր մասնագիտությունը բավական մեծ պահանջարկ ունի այսօր մենք ունենք արդեն 52 կլինիկական օրդինատոր ովքեր 2 տարվա մեջ համալրելու են հոգեբուժների շարքերը։ Ես հենց ուզում եի հարցնել, ոնց է այսօրվա վիճակագրության վիճակը։ Դեռևս վատ է, բայց մի քանի տարվա հեռանկարով մենք հոգեբուժների խնդիր չենք ունենա, մանկական հոգեբուժները դեռևս դժվարություն ունենք, բայց այլ հարց է մարզային հոգեբուժության հարցը, որովհետև այդ նույն հոգեբուժները Երևանում աշխատում են, ավելի շատ փող են աշխատում եւ կարիք չունեն քիչ փողով գնան տնից հեռու մարզերում աշխատելու։ Այսօր որևէ հայրենասիրական կոչով չես կարող մարդուն ուղարկես հեռավոր մարզում աշխատելու։ Տենց մարզերում անկում է ապրում այդ ոլորտը։ Այո։ Միակ ձևը հիմա մենք հույս ունենք, որ այս ապահովագրական բժշկության ներդրման արդյունքում աշխատավարձերը բժիշկների կբարձրանան եւ հնարավոր կլինի փողով մարդկանց շահագրգռել, որպեսզի գնան եւ այն տեղում, որտեղ իրանք չեն ուզում աշխատեն, իրանց աշխատավարձի համար գնան եւ աշխատեն։ Սա խնդիր է, էլի գոնե հոգեբուժները կան, մանկական հոգեբուժներ։ Մենք ունենք բացի Երևանից հիմա Վանաձորում եւ Գյումրիում։ 2 տարի առաջ Վանաձորում էլ չունենք, 4 տարի առաջ Գյումրիում էլ չունենք։ Եվ ստացվում է, որ այսօր Շվանիձորում, եթե մեկը ունի իր երեխայի հետ կապված հոգեբուժի օգնության կարիք, երեխայի ձեռից բռնի գնա Երևան, որպեսզի այնտեղ իրան զննեն կամ սպասի ինչ-որ ամսական կամ ինչ-որ պարբերության այցի, որպեսզի հոգեբույժը գա դիտի, բայց սա այն վիճակը չի, որը մենք ուզում ենք եւ մեր ասոցիացիան հնարավորինս քարոզում է եւ պայմաններ է ապահովում եւ ամենամեծ պայմանը, որը մենք կարողացանք անել պետության հետ, այն էլ որ դուռը բացեցինք մասնավոր հոգեբուժության առաջ։ 10 տարի չկա, որ մասնավոր հոգեբուժությունը թույլատրվել է Հայաստանում, մոտ 10 տարուց մի քիչ ավելի լավ, եւ այսօր մենք ունենք շատ մեծ պահանջարկ հոգեբուժ դառնալու։ Ինչը պայմանավորված է ցանկացած մարդ, որ ուզում է աշխատանք ընտրի, ինչ է ուզում աշխատի, հաճելի է ու փող չէ պետք է աշխատի։ Բարօրություն պետք է ունենա։ Ես հիշեցի, որ երբ որ առաջի տարին չէի ընդունվել, Սովետական միություն 84 թվական, բարդ է դա այն ժամանակ ընդունելությունը, շատ ավելի։ Հիմիկվա պես չէր։ Մեծ կոնկուրենցիա էր եւ վճարովի չկար, այսինքն դու պետքա որակ ունենայիր, որպեսզի ընդունվեիր։ Առաջի տարին ես չընդունվեցի, այդ որակը երևի չունեի, այսինքն ռեպետիտորի մոտ չէի պարապել, միայն դպրոցի գիտելիքներով որոշ դժվարություններ հաղթահարեցի, բայց վերջի քննությունից 2 ստացա ու սկսեցի աշխատել որպես սանիտար Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում։ Հետո երբ որ ընդունվեցի, ինձ խորհուրդ տվեցին շարունակել աշխատել եւ տեղափոխվեցի վերակենդանացման բաժանմունքում սանիտար որպես հիմա բաժնի վարիչը Ռաֆայել Գրիգորիչը մինչեւ հիմա կա ինքը շատ սիրում եմ զրուցում է հետս ասում Արմեն ջան ինչ ես ուզում աշխատես դες էլ 17 տարեկան երեխա եմ հլա ոչ նորմալ խոսալ գիտեմ ամաչում եմ մեծ մարդա բաժնի վարիչը ես չեմ կարող մտքերս շարադրեմ ասում լավ փողի համար ես ուզում աշխատես մի հատ ես դեմք ընդունեցի սովետական երիտասարդը ոնց կարա փողի համար աշխատի մենք բժշկության մարդկանց օգնել, ասես չէ ճիշտ հասկացի, բոլորս էլ փողի համար ենք աշխատում, այսինքն իհարկե պետք է աշխատանքդ սիրես, պետք է լավ բան անես մարդկանց համար, նոր երկրորդը փողը լինի, բայց եթե այդ լավ բանը անում ես ու դրա դիմաց չես վարձատրվում, բա հետո պետք է գնա մի բան ուտի, չէ այդ մարդը, ինչ պետք է ուտի։ Պարոն Սողան, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, ուզում եմ վերջում ձեր խորհուրդը լսել, այս իրավիճակում ինչպես մարդիկ չկորցնեն իրենց մոտիվացիան եւ դժվարությունների ֆոնը ինչպես հաղթահարեն, եթե կարողանանք երկու նախադասությամբ այս ամենի մասին։ Առաջինը մարդը պետք է հասկանա, ինքը ուզում է իր մեջ բաներ փոխի, թե չէ։
Եթե դու գոհ ես քո վիճակից, ոչ մեկի ասածը քեզ չի օգնի ու դու անելու ես այն, ինչը որ անում ես մինչև հիմա։ Եթե ուզում ես ինքդ քեզ փոխել կամ վիճակը փոխել, պետք է մի հատ հասկանաս ինքդ քո ներսը նայես եւ շուրջդ նայես, տեսնես ինչն է քեզ խանգարում։ Արդյոք դու ես քո որոշումները ընդունում, թե քո փոխարեն հեռուստացույցն է ընդունում կամ հեռախոսն է ընդունում։ Եթե մի փոքր նայենք, կտեսնենք, որ մեզանից մեծ մասի ժամանակի մեծ մասը կառավարում են ուրիշները, ոչ թե մենք։ Իսկ եթե ուրիշներն են կառավարում, նշանակում է քո արդյունքն էլ ուրիշներն են վայելում, ոչ թե դու ես վայելում։ Առաջինը սկսում է հաշիվ տալուց ինքը իրեն, արդյոք ես եմ իմ որոշումները ընդունում, թե ոչ։ Արդյոք այն ինչը ես անում եմ, օգուտ է տալիս ինձ, մարդկանց, բնությանը, թե ես անում եմ ոչ ինձ է օգուտ, ոչ հասարակությանն է օգուտ, այլ օգուտ է այն մարդուն, ով այդ բային հեռախոսով ինձ նյութեր է ուղարկում կամ հեռուստացույցով խոսում է։ Հաջորդը իմանանք, որ մենք ենք պատասխանատու եւ մեր առողջության, եւ մեր աշխատանքի, եւ այն ճանապարհի համար, որով անցնում ենք։ Այսինքն չբարթենք այդ խնդիրները, մեղավորություններ չփնտրենք։ Իրականում նայած ինչ ենք ուզում, եթե ուզում ենք, որպեսզի այդ պահին մենք հանգիստ լինենք, ապա ասում ենք բոլորը մեղավոր են, բացի ինձանից, ես ինչ մեղք ունեմ, էս արին, այն արին, այն արին։ Բա որ այդ էին անում, դու ինչ էիր անում։ Դեք եկան ինձ էս ինչ բանը արեցին, որ անում էին, դու գոնե դիմադրում ես, դու էլ ես կռվում իրանց հետ, թե ձեռները ծալած նստել ես ու քեզ ծեծում են, կամ եկան ունեցվածքդ տարան։ Իսկ դու իրանց ասեցիր, որ չի կարելի տանել, մի տարեք կամ փորձեցիր ինչ-որ բան անել։ Առաջինը փորձել սեփական եսը կառավարել, նոր խոսալ ուրիշները ինչ են անում, ինչ չեն անում։ Մարդկանց մեծ մասը այսօր իր ժամանակի ճնշող մեծամասնությունը, որը ինքը կարար տնօրիներ, զբաղված է ուրիշներին քննադատելով, սրա նրա վարքը կամ արածը կամ չարածը քննարկելով, կարծելով, թե դրանով օգուտ է տալի իր երկրին կամ այդ մարդկանց, մինչդեռ դրանով այն հնարավորությունները, որ ինքը ունի, սպառում է, այրում է, մսխում է, հետո խոսում է, որ պետության հնարավորություններն են մսխում կամ սպառում կամ ոչ տեղին օգտագործում։ Ու հետո, երբ որ ինչ-որ հրաշքով ինքը հանկարծ հայտնվում է որոշում ընդունողի դերում, էլի սկսում է սրան նրան մեղադրել, ոչ թե իր աշխատանքը ճիշտ կազմակերպել։ Ուրեմն առաջինը գիտակցել ով ես դու, ինչը շատ դժվար է եւ արդյոք դու ես քո որոշումները ընդունում, թե անում ես այն, ինչը քո փոխարեն որոշել են։ Երկրորդը հետեւել առողջ ապրելակերպի նորմերին, հետեւել սեփական սնունդին, սեփական ֆիզիկական ակտիվությանը, սեփական քնի ռեժիմին, սեփական մտքերի պարզությանը եւ ամենակարևորը հետևել այն տեղեկատվությանը, որը ստանում եք, արդյոք պետք է այդ տեղեկատվությունը, որ դուք ստանում եք, երբ որ ժամերով իբրև թե թերթում եք վերահոսում, ինչ-որ լավ բան գտնելու համար, արդյոք այդ ինչը փնտրում եք ձեզ մի փոքր օգուտ տալու ավելի արդյունավետ լինել, այն նպատակը, որը դուք ունեք, ինքներդ եք սահմանել, կամ բնությունը կամ Աստվածը ձեզ դրա համար ստեղծել, արդյոք գնում եք դեպի այդ նպատակը, թե ուղղակի անիմաստ ժամանակ եք ծախսում, որը ոչ ձեզ է օգուտ, ոչ ձեր ընտանիքին, ոչ ձեր երկրին, ոչ էլ բնությանը կամ Աստծուն։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Շատ բովանդակալից զրույց ունեցանք, պարոն Սողոյան, հաջողություն ձեզ, ձեր գոլեգաներին եւ բոլոր պացիենտներին։ Շնորհակալություն, թող բոլորս առողջ լինենք, ձեզ լավ եթերներ եմ մաղթում եւ շարունակեք նույն ձևի օգնել մարդկանց, մատուցելով ճիշտ տեղեկատվություն, հավաստի տեղեկատվություն, լավ նյութեր, պոզիտիվ եւ իրականության հետ համապատասխանող, ոչ թե երևակայությունների հետևից գնացող։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Եթերում սպասված հանդիպումներ, իսկ այս անգամ մեր սպասված հյուրը բժիշկ հոգեբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Սողոյանն էր։ Կհանդիպենք։